Ռադիկ Ալբերտի Դալաքյան, կրթություն։ 2008-ից 2014 թվականներին սովորել է ավանդական բժշկության համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։ 2014-ից 2016 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2016-ից 2019 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում, մասնագիտացումը դիմածնոտային վիրաբուժություն։ Մասնագիտական գործունեություն։ 2018-ից 2022 թվականներին աշխատել է Սլավմեդ բժշկական կենտրոնում որպես դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ։ 2023-ից առ այսօր աշխատում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում որպես դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ։ Վերապատրաստումներ։ 2024 թվականին մասնակցել է Հայաստանի Բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիայի տարեկան նիստ ժողովին դիմածնոտային վիրաբուժության ժամանակակից մոտեցումները թեմայով դասընթացին։ 2016-ից 2023 թվականներին մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, սեմինարների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, դիմածնոտային և Բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի և Ռուսաստանի Դաշնության վիրաբույժների միության անդամ է։ Ինչ է օդոնտոգեն կամ ատամնածին հայմորիտը։ Օդոնտոգեն կամ ատամնածին հայմորիտը դա հայմորիտն է, որը առաջացել է ատամից առաջացած բարդություններից, այսինքն կարիեսի բարդություններից, չբուժված ատամից առաջացած բարդություններից, սովորաբար ստոմատոլոգիական միջամտություններից հետո, երբ որ կատարվում է գերլեցավորում արմատախողովակների կամ ինչպես նշեցի, ատամի կարիոզ ախտարումների բարդություններից հետո, երբ որ ատամի արմատի հարարմատային հատվածում առաջանում են բորբոքումներ, որոնք իրենց դիրքով արդեն մոտ են գտնվում դեպի հայմորյան խոռոչ եւ առաջանում է հայմորյան խոռոչի լորձաթաղանթի բորբոքում, կիստոզ փոփոխությունների տեսքով կամ հենց սուր բորբոքային տարբերակով։ Ինչ կլինիկական դրսևորումներ ունի։ Տարբերակում ենք սուր եւ քրոնիկ օդոնտոգեն հայմորիտներ, սուրի պարագայում ունենում է պացիենտը արտահայտված ցավ, ինչպես ծամիչ ատամների շրջանում վերին ծնոտի, այնպես նաեւ դեմքի միջին հատվածում մի կողմից առաջանում է քթահոսություն, քթից գարշահոտություն, գլխացավեր, քրոնիկի պարագայում պացիենտի մոտ առաջանում են հիմնականում գլխացավեր են լինում, ծանրության զգացողություն դեմքի միջին հատվածում։ Ինչպես է այն բուժվում։ Սուրի պարագայում բուժումը կոնսերվատիվ է, այսինքն դեօրայքային, պացիենտի նշանակվում են հակաբորբոքային, հակամարենային պրեպարատներ, քթի խոռոչի լվացումներ, քրոնիկի պարագայում բուժումը միանշանակ արդեն վիրահատական է, որպես ոսկե ստանդարտ վիրահատական բուժումը իրենց ենթադրում է էնդոսկոպիկ վիրահատական տարբերակը, երբ որ նախկինում բաց վիրահատության փոխարեն արդեն իրականացնում ենք քթի խոռոչից առանց մեծ կտրվածքների վիրահատություն, պացիենտին տալով լիարժեք ապաքինում առանց հետվիրահատական մեծ բարդությունների։ Ինչպիսին է հետվիրահատական ընթացքը։ Հետվիրահատական ընթացքը առավել թեթև է լինում ռադիկալ հայմորոտոմիայից, այսինքն բաց վիրահատությունից, քանի որ պացիենտը արդեն չունի բերանի խոռոչում կամ այլ հատվածներում կտրվածքներ, հետևաբար հետվիրահատական էտապը զգալի կրճատվում է, ցավային համախտանիշը գրեթե բացակայում է, այդ ուստեր պացիենտը բացառապես չի ունենում եւ վիրահատության հենց անվանումը կոչվում է ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրաբուժություն, ինչը ինքնին արդեն խոսում է վիրահատության տեսակի մասին, այսինքն մենք ապահովում ենք ֆունկցիա առանց խոչընդոտելու պացիենտի հետագա ապրելակերպը։ Ինչ բարդություններ կարող են առաջանալ բուժումից խուսափելու դեպքում։ Բուժում չիրականացնելու պարագայում ցանկացած ինչպես մնացած հիվանդությունների պարագայում հիվանդությունը կարող է ունենալ բարդություններ, սուր եւ քրոնիկ վիճակները ունեն նաեւ սրացման փուլ, ինչը կարող է առավել արտահայտված ցավային համախտանիշով դրսևորվել, բացի այդ բորբոքումը կարող է տեղափոխվել եւ ընդգրկել հարակից օրգանները, այսպիսով ունենալ ավելի տարածուն բորբոքային մակերես, առավել դժվար լավացման էտապ իր հետագա բոլոր բարդություններով, տեղափոխվել դեպի ակնակապիչ, ընդգրկելով ակնագունդը միասին, մնացած հարքտային խոռոչները ինքնին արդեն վիրահատական ծավալն է մեծանում, այս պարագայում ոչ թե ունենում ենք պլանային վիրահատության ցուցում, այլ պացիենտը ընդունվելու է շտապ կարգով։ Ինչ տարածում ունի հիվանդությունը։
Տարածվածությունը պացիենտների մոտ հայմորիտների մոտավորապես, եթե վերցնենք միջին վիճակագրական ինչ-որ ցուցանիշ, կազմում է 30-ից 40%-ը մնացած հայմորիտների պարագայում։ Սովորաբար չափահաս տարիքում է ավելի ձևավորում, քանի որ մշտական ատամներն են տեղակայված լինում հենց հայմորյան խոռոչի հատվածում, երեխաների մոտ գրեթե օդոնտոգեն հայմորիտ չի դիտարկվում որպես այդպիսին։ Բացառություններ լինում են, բայց խիստ հազվադեպ։ Այնպես որ չափահաս տարիքից մինչև այն ժամանակահատվածը, երբ որ պացիենտը դեռևս իր ատամները չի կորցրել։ Ինչ եք անում, երբ ուզում եք լրիվ կտրվել աշխատանքից։ Փորձում եմ քաղաքից դուրս մեկնել, հնարավորության դեպքում հեռախոսազանգերին չպատասխանել, բայց դա քիչ հազվադեպ է հնարավորություն տալիս։ Երաժշտական ո՞ր ժանրն եք նախընտրում եւ արդյոք այն ազդում է ձեր տրամադրության վրա։ Միանշանակ աշխատանքի վայրում էլ վիրահատության ժամանակ էլ գերադասում եմ լսել հիմնականում ջազ։ Պատմական կերպար, որի հետ կցանկանայիք հանդիպել։ Երևի թե Ալեքսանդր Մակեդոնացի։ Երազանք, որը դեռ չի կատարվել։ Երազանքների մասին երևի թե չեմ բարձրաձայնի, իրենք թող այդպես էլ մնան, փորձենք փոխակերպել նպատակների։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը ի սկզբանե իմ տունն է, ու այն ամեն ինչը կապված է դրա հետ։ Իհարկե Հայաստանում այդ ամեն ինչը պատկերացնելով միանշանակ։ Որն է ձեր կարդացած վերջին գիրքը։ Ֆինանսիստը Թեոդոր Դրայզերի։